Ես համարյա ամեն կիրակի մասնակցում եմ պատարագի, կոնկրետ այս անգամ որոշել եմ գալ այստեղ։ Ինչն է խնդիրը։ Չի ձեզ համար, որ կարգալույծ եղած անձն է, կեղծ պատարագ մատուցում։ Ով է կարգալույծ արել Տեր Արամին։ Կարգալույծ եղածը չի կարող կարգալույծ անել ձեր նշած կաթողիկոսին Տիկին Պանյանով է ժողովուրդը։ Ինչպես, մենք չգիտենք, մի հատ հանգիստ։ Ես հանգիստ եմ, ինչպես է։ Դուք ասեք, որ ժողովուրդը հասկանա ինքը ինչպես է կարգալույծ արել։ Տեսեք, Կապես չգիտի։ ուզում է 6 անգամ կրկնեք նույն հարցը, պատասխանը նույնն է լինելու։ Կարգալույծ արված սատանայի հետ գործարք կնքած անձը չի կարող կարգալույծ անել որևէ մեկին։ Հիմա ասում եք կարգալույծ արված, ես ասում եմ կարգալույծ չի կարող անել մի մարդ, ով ինքը կարգալույծ Տեսեք, հիմա ունենք իրավիճակ, հիմա ունենք պարզված հանգամանքներ եւ այլևս վեհապար կոչել մի մարդու, ով ուղակի եկեղեցու պատերի ներսում իր օրհնությամբ ահաբեկչական գործողություններ է առաջնորդում կամ խայտառակ վարքեր ու բարքեր է դրսևորում, չի կարող կարգալույծ անել որևէ քահանայի եւ հիմա էլ դուք մի հատ էլ նշում եք թե ոնց եք մասնակցելու այդ պատարագին շատ ժողովուրդ օրինակ ձեզ էլ է մեղադրում այդ թվում 21 թվականին ձեր խոստումները չկատարելու Արցախի մասով նաեւ եւ բազմաթիվ համայնքներում է պարտվում եք այսինքն պետք է թողեք գնաք նույն տրամաբանությամբ եթե ժողովուրդն է որոշողը կարգալույծ անել մյուս եկեղեցական ինձ է քաղաքական դուք շարունակում եք այս ամեն ինչը քաղաքականացնել քաղաքական է բոլորը բայց քանի որ քաղաքականացրիք ես ասեմ որ ժողովուրդը այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողքին է եւ ընդամենը մի քանի ամիս անց մենք բոլորս միասին կվերահաստատենք տեսեք ընտրություններ են ու բնականաբար մենք են քաղաքական թողնեք ավարտեմ թե պիտի բանավիճենք հիմա հակասող բաներ չկա մենք այն քաղաքական ուժն ենք եղել որ բնականաբար հաշվի ենք նստել ընտրությունների արդյունքների հետ, դա ոչ մեկը չի վիճարկում, բայց դա չի նշանակում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, սերը եւ հարգանքը։ Նորից եմ կրկնում, ընդամենը մի քանի ամսից մենք բոլորս միասին, այդ թվում նաեւ դուք կտեսնեք, թե ինչքան եւ ինչ չափով է ժողովուրդը մեզ վստահեցնում։ Ինչու եք մտել Տիկին Պանյան, դուք իշխանությունն եք, քաղաքական իշխանությունն եք, ինչ գործ ունեք եկեղեցու, սահմանադրությունն եք խախտում, սահմանադրությունը նշում է, որ անջատ են, դուք իրավունք չունեք մուտք գործել։ Մենք չենք մտել եկեղեցի, այս մասին մենք բազմաթիվ անգամ խոսել ենք, հարցազրույցներ տվել ենք, ելույթներ ենք ունեցել, ուղղակի մենք ուզում ենք եկեղեցին ազատել սրբապիղծներից, ազատել են մարդկանցից, ովքեր որևէ հոգևոր առնչություն չունեն եկեղեցու հետ ու որևէ հոգևոր միտք չեն արտահայտել, որ կարգալույծն է պատարագ մատուցում։ Ես երևի ուշացած միացաք դուք Ով է կարգալույծ արել այս մարդուն։ Կարգալույծ արած անձը չի կարող որևէ մեկին կարգալույծ արել։ Ես նշեցի ժողովուրդը։ Ժողովուրդը նման իրավունք չունի։ Կրկնվում է։ Հազարավոր ժողովուրդ մայրաթորում նույն մասնակցեն պատարագի, որին Դե հիմա ամենայն հայոց կաթողիկ ես եկել եմ մասնակցելու Տեր Արամի պատարագին ու նշեցի ինչ պատճառներով Տեր Արամին ոչ հիմնավոր մեղմ ասած կարգալույծ են արել ձեր նշած, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ ձեզ նշել, որ ինչպես վարչապետը նախորդ օրը նշեց, կարգալույծ արած անձը չի կարող որևէ մեկին կարգալույծ անել։ Թույլ տվեք մասնակցել Սուրբ պատարագին։ Ինչպես է օծել նրանց որպես քահանա։ Ես նշեցի, նորից եմ կրկնում, այս ընթացքում հանգամանքներ են պարզվել, փաստեր են ի հայտ եկել եւ փաստը մնում է փաստ, որ կաթողիկոս կոչեցյալը, ձեր վեհապար կոչած անձը բացարձակապես կապ չունի հոգևորականության հետ։ Կարգալույծ արել։ Դուք այս բոլորով եք խնդրում եմ պատասխանեք մի հարցի, արդյոք կաթողիկոսը ունի զավակ թե ոչ, ինչի մասին մենք հաճախ խոսում ենք, Դրա մասին դուք եք տեղյակ։ Նույն կաթողիկոսն էլ չի հերկել, ասեմ ձեզ, ու ոչ մեկ չի հերկել, որովհետև դա անհերկելի փաստ է, ով է քմծիծաղով։
Թող շարունակեն քմծիծաղով վերաբերվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ փորձելու է եկեղեցին ազատել նմանատիպ մարդկանցից։ Համարյա ամեն կիրակի։ Որ եկեղեցի եք հաճախ։ 7 վերք հիմնականում։